Գնաց։ Հա, գնաց։ Երանի էլ չգա, թե չստիպված կլինեմ այս տունն էլ փոխել։ Ինձ թվում է այլ չի գա։ Տա Աստված։ Ոնց ես հիմա, լավ ես։ Լավ եմ, բայց դու շատ երկար մնացիր։ Խնդրում եմ գնա, չեմ ուզում մանկատանը խոսակցություններ լինեն։ Բայց կանհանգստանամ է քո համար։ Ես լավ եմ արդեն, անկեղծ, դու հանգիստ գնա։ Դե լավ, գնամ։ Մանկատնից, հա։ Հա, Աշխենն է, երևի Գրիգորյանն է եկել։ Դե տես ինչ են ասում։ Հա, Աշխեն։ Տաթև, Ինչ ա եղել, Աշխեն։ Միլենան չկա։ Ոնց չկա։ Քնացրեցի, հետո մինչև գնացի մյուս խմբերը ստուգելու եկա, տեսա չկա։ Աշխեն, սպասի հիմա կգամ։ Ինչ ա եղել։ Միլենան չկա։ Այսինքն չկա։ Ես էլ եմ գալիս։ Չէ, այդ վիճակում ոնց ես գալու։ Տաթև գալիս եմ։ Ձերքդ տուր։ Պստո ջան, զարդներ, հասել ենք, Պստո ջան։ Որտե ես ապրում, բալա ջան։ Չգիտեմ, Ես ինչ շարեր եկա կապավ ինձ։ Անուտ ինչ ա, Միլենա, որտե ես ապրում։ չգիտեմ, Մամայի տանուն ինչ ա, ես մամա չունեմ, իսկ պապայիդ, չգիտեմ, ուր ես գնում։ չգիտեմ, Ազիզ ջան, հիմա ուր տանեմ քեզ ես։ չգիտեմ, Այս sense բաներ։ Լավ չի։ Դե ոչինչ, sense էլ է լինում։ Փաստորեն դրանից է, որ աչքերը տխուր են։ Ես կասեի ավելի շատ մտահոգ երևի, հե՞։ Չգիտեմ, բայց դուրս չի գալիս։ Երբ են փայլելու երդյանկությունից։ Կփայլեն, եթե հենց հիմա դու ինձ գրկես։ Մեծ սիրով։ Իմ ապեր։ Վայ դու մուկիկ։ Գիտես։ Մի հատ էլ անակնկալ ունեմ։ Ինչ անակնկալ։ Ես քեզ ուզում եմ մի տեղ տանեմ։ Իմ թաքուն ու գողտրիկ տեղերից մեկն է դա։ Շատ քիչեր են այնտեղ գնում։ Բացի այդ էլ չեմ ուզում տուն գնանք, որովհետև 1000-ից մեկ ենք դուրս գալիս Երևանում քայլում։ Սենց առիթ մեկ էլ ես իմ երբ կունենանք։ Հա? Գնացինք։ Գնացինք։ Վերկաց Էլիս, վերկաց գնանք, քնենք։ Ես կսպասեմ երեխեքին։ Երեխեքը ուշ կգան, շատ ուշ կգան։ Կապ չունի։ Ոնց որ տեսնում ես Էլիս, էլի մենք պիտի իրար տերություն անենք։ Վաղը միսօր ես երեխեքս ամեն մեկը իր ճանապարհով է գնալու։ Չէ։ Մինչև երեխեքը տուն չգան ես չեմ կարող գնամ։ Փոքր չեն, ոչինչ, տան ճանապարհը կգտնեն։ Արի գնանք քնենք։ Էլիս, ես քեզնից շատ շնորհակալ եմ իմ երեխեքի համար։ Դու շնորհակալություն ես հայտնում։ Հա, ես քեզնից շնորհակալություն եմ հայտնում։ Այսօր նայում եմ երեխեքիս սիրտս ուրախությունից պայթում էր։ Ու դրա մեջ դու մեծ դեր ունես, ապրես, Էլիզ, մենք շատ լավ երեխեք ունենք։ Ապրես։ Տաթև մի հատ էլ զանգի Աշխենին, տես ինչ արեց։ Սար 3 րոպե առաջ եմ զանգել։ Ոչինչ, մի հատ էլ զանգի։
Տաթև հեռախոսը ինձ տուր։ Ալո, Աշխեն։ Սար, Աշխեն ինչ արեցիր, գտար երեխուն։ չկա Միլենան, ոչ մի տեղ չկա։ Ես խոսքի մարդ եմ։ Եթե մի բան իմ բերանից ելնում է, ես անում եմ։ Ու նույնն էլ պահանջում եմ դիմացինիցս։ Ես չեմ հանդուրժի, որ դու ապրես իմ հետ ու մտածես ուրիշի մասին։ Բայց ես մինչև քեզ իմ կյանքն եմ ունեցել։ Ու դու չես եղել այդ կյանքում։ Իսկ հիմա կամ հաշտվի ու մոռացի ամեն ինչ։ Ոնց մոռանամ, եթե դու անընդհատ ինձ հիշացնում ես։ Քեզ զոհի տեղ մի դիր։ Մի հատ էլ ես եմ եղավոր, հա։ Հիմա ինչ։ Ամեն անգամ Հայկին հանդիպելուց հետո ինչ պիտի։ Կարաս էլ չմտածես։ Այսօր դու դրան վերջ անգամ տեսար։ Մենակ չասես, որ ասել ես ամեն։ Ասել եմ։ Ինչ ես խոսում, Արսեն։ Ինչի հենց ես քո մեջ մի այսքան մարդ եմ տեսնում, մի անգամից հրեշի ես վերածվում, ինչի ա տենց։ Աստված իմ ոնց եմ ես սրանից զզվում։ Իչար։ Բայց ուր եմ գնում որ։ Հեսա կիմանաս։ Բայց դուք չեք ջոգի, որ ես ոչ միտեղ չեմ գնում։ Գնում ես, ու են էլ ոնց ես գնում։ Եթե մի անգամ էլ ընկար Արսենի ոտերի տակ, ես ամեն ինչ սենց չի վերջանա։ Ես ամեն ինչը սենց տնես չի վերջացել։ Ու եթե Արսենիդ էլ կասես, որ հարցերը սենց չեն լուծում։ Դու արդեն զահլա ես տանում։ Դավայ գնացիր, ու նավսիգդա։ Աշխեն ինչ ա եղել, ոնց ա եղել։ Չգիտեմ։ Ամեն ինչ նորմալ էր։ Բարձրացավ քնելու, ես չգիտեի որ կփախնի։ Հələ մի հատ ճիշտն ասեմ, նեղացրել եք, նեղացել է։ Չէ, սար, ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ։ Ինձ թվում է հեռու չի լինի։ Պետք է մոտ փնտրել։ Հաստատ, հա, ճիշտ ես, այս ամբողջ տարածքը նայել ես։ Հա, ամբողջ տարածքը նայել եմ, չկա ու չկա։ Լավ, Տաթևարի դուրս գանք էլի նայենք։ Միլենա։
Միլենա։ Խրուրա գնացել։ Միլենա։ 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 Ասում ես ծնողներդ որտեղ են։ Ես ծնողներ չունեմ։ Անունդ ինչ է։ Միլենա։ Շատ սիրուն անուն ունես։ Քունստանում է, ուզում եմ գնամ Սարայի մոտ։ Սառանովա։ Իմ մաման է։ Բա ասում էիր, որ մամա չունես։ Իսկ Սառայի հեռախոսի համարը գիտես։ Չէ։ Արի սենց անենք, սիրուն աղջիկ։ Հիմա դու ինձ ամեն ինչ կպատմես, լավ։ Ինչ պատմեմ։ Որտեղից ես եկել, ոնց ես նստել մարշրուտկայի մեջ։ Ես եմ նստել։ Տեսա կանգնած էր նստեցի։ Բա հիմա Սառան չի անհանգստանա։ Սարան չգիտի, բայց երբ իմանա կանհանգստանա։ Ես դու գիտես Սառան որտեղ է ապրում։ Չգիտեմ։ Որ տանեմ ձեր տունը կարող ես ցույց տալ։ Ինչ տուն, ես մանկատանն եմ ապրում։ Լավ, ամեն ինչ պարզ է։ Համեցեք։ Շնորհակալություն։ Գոհ ես այսօրվանից։ Շատ լավ ժամանակ անցկացրինք։ Ես ոնց որ տնեցիք քնած են։ Ինձ էլ թվում էր, որ մաման մինչև հիմա պիտի որ արթուն լինի։ Շատ իզուր։ Լավ, բայց արդեն ուշ է, դու էլ թռի քնի։ Ապրես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Վայ, Աշոտ ջա։ Բայգու։ Ես ինչ լավ գործի ես։ Սովածացել էի, ասի մի կտոր հաց ուտեմ։ Դե կեր։ Կուտես հետս։ Մերսի։ Բայց տեսքդ լավն է։ Ասում եմ մի հատ իրար հետ սենց նկարվենք, գցենք ինտերնետ։ Լիքը լայք կհավաքենք, ամել ամենապոպուլյար նկարը կլինի։ Պատկերացնում ես ինչեր են գրելու։ Նախարար Լալայանը գիշերային Վերջացրեցիր։ Գնա պապայիդ հետ նկարվի ու գցի ինտերնետ։ Լավ էլ է Աշոտ ջա։ Կամ հորքուրիդ, հենա եկավ։ Այս գիշերվա 1000-ին աղբորս ինչի ես հիշրել։ Սովածներ։ Ինչ էր ասում։ Ադե խոսում է էլի հորքուր։ Հացդ կեր, հա։ Բայց այս սալաթը շատ համով է, հա։ Հա։ ասում եմ։ Լավ սալացում է։ Լավ։ Վահակասն էլի կսարքի տղա ջան։ Հացով կեր։ Եկա խանգա ես, ես համում եմ։ Այ տղան ինձ հավեսով կերար, հիմա խորժակն է բացվեց։ Հնա մեջտեղ դի։ Լսի,
Այն դժվժիկը տակացնեմ։ Այն 6 օրվա դժվժիկ, է։ Նոր ասակեն։ Հա։ Ինչ է համ։ Պահես մեզի սպանը։ Բեյ, տավա բեյ։ Տավա բեյ։ Չես ուզում վեր կենաս տեղից։ Չէ։ Սաղ գիշեր չքնեցիր։ Քեզ ինչ։ Էլի ինձ ինչ, բայց մի հատ վերմա գցի վրա չմորսես եւ անդանաս։ Արսեն, քեզ ինչ։ Ինչի՞ց է, որ հետդ մարդավարի եմ խոսում դառնում ես ձի։ Նա։ Դու կարաս ընդհանրապես հետս չխոսաս։ Ես մարդասպանների հետ չեմ շփվում։ Ես մարդասպան չեմ։ Ես սկի մոծակ չեմ սատկացրել։ Դու անտանելի երևույթ ես։ Ու ես վարկյան առաջ ուզում եմ ազատվեմ քեզնից։ Ինչ ափսոս։ Շատ ափսոս։ Ջահել պետքա մեռնես։ Վայ։ Չեմ պատրաստվում։ Մենակ մահը կարող է մեզ բաժանել կյանքս։ Արսեն, մի օր խնդրելու ես, որ քեզնից բաժանվեմ, բայց դու այսօրը լավ հիշի։ Չեմ բաժանվելու։ Ոնց ասես գեշոս։ Իսկ հիմա վերկած գնում ենք։ Ուր։ Գնում ենք մեր սիրո բույնը, աղոնիկս։ Ցինիկ։ Գնանք մի քիչ ղունղունենք։ Դու կտեսնես, Արսեն, դու կտեսնես։ Առաջ ընկի։ Թող։ Հայկ, Բարելույս։ ուր ես։ Տուն եմ գնում։ Այսինքն, Հա, հենց տուն եմ գնում։ Ու ապշե հերիք եղավ էտի ոտերը վրես մաքրի։ Էս իրա հոր քաղաքը չի որ մարդ ճամփի, որտեղ իրանը կասի, ինտեղ էլ իմը կասեմ։ դու հիմա որ մասում ես։ Այրոպորտից տուն եմ գնում։ Ոնց այրոպորտում ես եղես սաղ գիշեր։ Հա, բա ուր էի։ Սամալոտ չեմ նստե։ Սպասեցի մինչև լուսանա, մինչև դրա շները գնան։ Որտեղ ես, ասա գալիս եմ հիմա։ Չէ, արի քաղաք մի տեղ հանդիպենք։ Վտանգավոր է, կտեսնեն, գործ չունես։ Ավելի լավ, իջի կենտրոն։ Լավ։ Ապա քշի կենտրոն։ Վայ, Միլենա։ Տեսնես ուր հիմա երեխեն։ Գիշերը պետք է զանգեն Գրիգորյանին։ Հիմա կգա ամեն ինչ կիմանա ու կսկսվի։ Ինչ ուզում ա լինի։ Մենակ երեխուն գտնենք։ Մենակ թե Միլենայից բանաղաց չլինի։ Գնանք ոստիկանություն։ Առանց Գրիգորյանին տեղյակ պահելու ոչինչ չենք կարող անել։ Երեխաներին էլ արթնացնելու ժամանակն է արդեն։ Դու գնա։ Գնա, ես մի բան կանեմ։ Գնա։ Սարարի ներս գնանք։ Ամբողջ գիշեր դուրս եմ մնացիր ես վիճակում։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Մենակ թե Միլենային կարողանանք գտնել։ Ինչ անեմ, Գրիգորյանին զանգեմ։ Տիկին, ես ուզում եմ հասկանալ, ո՞նց է եղել, որ երեխան մանկատանից դուրս է եկել ու ոչ ոք չի նկատել։
Ավելին, գիշերն անցել է, բայց երեխայի անհայտացման մասին ոչ ոք տեղյակ չի բերել։ Հայտնողը ես պետքա լինեի, դուք էլ ինձ զանգերեք ճիշտ ժամանակին։ Լավա, որ երեխան նշեց, որ մանկատնից է։ Լավա, որ իմացել եք, թե որ մանկատուն է։ Ճշտելով երթուղային տաքսի ուղղությունը դժվար չէր կռահել, թե երեխան որտեղից է նստել ու մոտակայքում որ մանկատունն է։ Իսկ հիմա որտեղ է երեխան։ Էստեղ է, ճաշարանում հաց է ուտում։ Ես կարող եմ նրան տեսնել։ Միայն մի քանի թուղթ ստորագրելուց հետո։ Այսինքն, ինչ թղթերի մասին է խոսքը։ Այն որ գործ է հարուցվում, որի համաձայն կքննվի, արդյոք երեխաներին ճիշտ ուշադրություն է դարձվում։ Գործ հարուցելու կարիք չկա։ Ես մեղավորներին կպատժեմ։ Տիկին, ես անում եմ այն, ինչը սահմանված է օրենքով։ Ստորագրեք էստեղ։ Կարդացեք նոր ստորագրեք։ Կարիք չկա։ Երեխան պետք է հանգստանա։ Կասեք բերեն իմ աղջկան։ Գալստյան, երեխային բեր։ Բարև մամ ջան։ Բարև տղես։ Ո՞նց ես։ Լավ։ Դու ո՞նց ես։ Լավ։ Երեք շատ ուշ եկաք։ Փաստորեն քնած չէիր։ Չի, իհարկե քնած չէի։ Ուղղակի պապան ստիպեց, որ պառկեմ։ Ես էլ խաթրից դուրս չեկա։ Լավ ես արել մամ ջան։ Իսկ պապան դեռ քնած է։ Պապատ վաղուց է գնացել օֆիս։ Այսքան շուտ։ Չգիտես պապա այդ աչքը բացում է թե չէ վազում է օֆիս։ Առավել եւս սոնայից հետո։ Լավ, դե ես էլ սուրճը խմեմ գնամ։ Արման, ուզում եմ մի բան հարցնեմ։ Ինչ։ Այն աղջիկը էլի քո տանն է։ Հա մամ ջան, գնաց։ Դե լավ է։ Հիմա հանգիստ ես։ Ավայորված ես։ Նեղանում ես, բոլես որ հարցնում եմ։ Ուղղակի անհանգստանում եմ քեզ համար։ Չեմ սիրում, երբ որ իմ անձնական կյանքի մեջ են խառնում, դա դու գիտես։ Բայց քեզ կասեմ։ Հա, գնաց։ Հանգիստ ես, նորմալ է արդեն։ Իսկ ով էր այդ աղջիկը։ Այդպես էլ չիմացա։ Մարդ։ Շատ լավ մարդ։ Թող ձեռքերս, Արսեն, թող, խնդրում եմ, թող ձեռքերս։ Թող վայրենի, թող։ Հələ ես եմ վայրենի։ Գցվել ես վրես, կարող գիտես բասեին եմ։ Չես մտածում, որ նոր եմ վիրահատվել։ Հա, ցավում ա վերքդ։ Բա որ ես երկաջանով ունես վերքից վրա չի ցավա։ Շատ լավ է, շատ լավ է։ Սպանում ես էլ կյանքս։ Դու չէիր ասում, որ մենակ մահը կարա բաժանի մեզ։ Դե ես էլ էդ եմ ասում, կամ ես մեռնեմ, կամ դու, բայց ես չեմ պատրաստվում մեռնեմ։ Մեկը կռս չկռս մի 1000 տարի ապրելու եմ։ Ագրավը դու ես։ Կարող է որից ես իջնես, թե հարմար է տեղդ։ Այ ճոբան, որ ձեռքերս թողես իջնեմ, պենետունց իջնեմ։ Թող։ Բայց հիմա մտքումդ մտածում ես, մարդս ճոբան լիներ, ես է կտվորոհի, բայց մի քիչ ինձ սիրեր, չէ՞։ Թող։ Թող կսպանեմ քեզ, Արսեն։ Ես ինձ ինչ եմ ասել։ Ասել են, որ ես համբյուրներից եմ մեռնելու, բայց դու ինձ չհամբյուրես, հետ դուրս չես գալիս։
Թող, ասում եմ, թե չէ հենց հիմա կգոռամ ու չեմ խաբում, լուրջ եմ ասում կգոռամ։ Հա? Կարաս գոռաս։ Այստեղ բոլորը գոռում են, բայց հաճույքից։ Լկտիլ, ցինիկան, դստիրական, տակ, չոբան, թող։ Ուզես փորձես։ Թող, չհամարցակվես Արսեն։ Գեշոս։ Թող, հենց հիմա թող։ Կոտրեցիր ձեռքս այ վայրենի չոբան, այդ շորերով Մաուգլի։ Հերիքա լազվես, վեր կաց։ Ես մնում եմ, դու գնա։ Ես ոնց որ լեզվիդ տվիր, հա? Թռար։ Ես ինչ մարդ ես դու արա։ Ապեր դու ես ինչ պատմությունների մեջ ես։ Ապետ ես չեմ ընկե պատմությունների մեջ, այդ իրանք են ընկե պատմությունների մեջ։ Պետք չի դրանց հետ գլուխ դնել։ Իզուր հետ եկար։ Իզուր չի։ Դու ճիշտ էլ արել եմ, լավ եմ արել հետը մեկը։ Թե իրանց թվում է 2 կոպեկ փող ունեն, այնց աշխարհը իրանցն է, հա, մարդ են ճամփում, հա։ Ինձնից քեզնից լավ տղա են։ Էդի քեզի չէր ուզում վնաս տար։ Էդի ընդամենը վախում է, որ ձինան կփախնի հետդ։ Ահա։ Էդ էլ քեզ ապացույց, որ ձինան սխալվում ես։ Դու տեսար ոնց էր ձինան դրա ձեռը բռնել։ Հա։ Որ տեսարունը գլխից տվեց։ Իզուր, հասկացի ձինան արդեն իր կինն է։ Եթե դու Արսենի այդ թեմաների մեջ մտնես, սխալը դու ես։ Հաստատ մտնելու եմ այդ թեմայի մեջ։ Հաստատ։ Տո Արսենի հետ էլ, տո Ձինայի հոր հետ էլ։ Քեզ թվում է Ձինայի հերը մարսելու է իմ ծեծը։ Չէ, չարաչար սխալվում եմ։ Ու առաջինը սկսելու եմ հենց դրա ախրանի պետից։ Հայկ, ուշքի արի։ Ինչ ես դրանով դու հասնելու։ Կհասնեմ նրան, որ գոնե ինքս ինձ կհարգեմ։ Բայց կարող ես փալ ասեմ, ով հասնի ոտերը վրես մաքրի։ Չհասկացար, այս ինչ ձև է։ Ես իմ քաղաքում ապրելու իրավունք չունեմ։ Ինչա թե վիջիցիլի Արսենը խանդում, հա։ Այ քեզ բան։ Հանգստացի, Հայկ։ Ինչքան համեստ եղա, այնքան գլխից նստեցին։ Սենց քյալլա տալով ոչ մի լավ բանի չես հասնի։ Ես հələ ոչ մեկի հետ քյալլա չեմ տվել։ Ու դա իմ սխալն է։ Ես Ձինային պետք է չթողեի հարսանիքի օրը, որ հետ գնար։ Ու հիմա ուր կլինեիր։ Ինչ կապ ունի։ Զատո հոգիս հանգիստ կլիներ, որ Ձինան իմն է։ Համակերպ այդ մտքեդ։ Ձինան էլ քոնը չի։ Քո կյանքի հետ էջը թերթի։ Թքած դրանց վրա։ Քեզ ոչ մի լավ բան չի տալու էդի։ Վարշամ աչքից դու չես հասկանում։ Հասկանում եմ, Հայկ, բայց հիմա պետք է խելացի լինել, էմոցիաներով պետք չի ապրել։ Ոբշե շատ լավ կլներ, որ գնար Հայաստանից մի որոշ ժամանակով։ Չեմ գնալու։ Ես ոչ մեկից վախենալու բան չունեմ ու չեմ փախնելու ես ոչ մեկից։ Ես չեմ այս ամեն ինչը սկսել։ Իրանք են սկսել։ Ու այսօրվանից թող ինձանից զգուշանան։ Ուզում ես գերեզմանիդ գամ, հա։ Հայկը մեռնող պտուղ չի։ Ու մենք հələ իրար հետ շատ բաներ ունենք անելու։ Ասում եմ չտանք մի տեղ մի կտոր բան ուտենք։ Ես ինձ կուշտ եմ, որ ամբողջ կյանքում էլ ուտելու պահանջ չեմ ունենա։ Այդ ինձ միշտ կուշտեղի կյանքս։ Բայց որ քեզ տենում եմ, սովածանում եմ։ Էներգիաս խլում ես, գեշոս։ Դու էլ մի նայ։ Ախր չեմ կարող չնայեմ։ Դու գիտես ուժս կինոյի նման ես։ Համ չես ուզում նայես, համ նայում ես։ Դու էլ ես ուժս կինո, ուղղակի իրական։ Հա, Արսեն ջան, ու մի բան էլ։ Մյուս անգամ չփորձվես ինձ ներվայնացնես։ Թե չէ ես որ ներվայնացա, քեզ համար շատ վատ է լինելու։ Իսկ ինչ ես անելու։ Ես քեզ զգուշացրեցի կյանքս։ Հիմա հետս հաշ չես ուտելու։ Իհարկե ուտելու եմ կյանքս։ Լուրջ։ Շատ լուրջ։ Ու ինչ ենք ուտելու։ Ինչ որ ուզես կյանքս։ Արի գիտես ինչ անենք, արի գնանք քո ամենասիրած ռեստորանը։
Հիմա ասացիր դա ինչ ա ուզում մետել ուտենք։ Դե որ տենց է սպասի մտածեմ։ Շատ մի մտածի։ Հենց առաջի պատահած օբյեկտի մոտ էլ կանգնելու եմ։ Լավ։ Այսօր լավ ուշացար։ Այդ ինչից եմ ուշացել։ Ինչ իմանամ։ Ժամը 1-ն է գալիս, դեռ տանն ես։ Այդքան մտածում էիր, թողիր հանգիստ բերընկնեի քնեի։ Սաղ քշեր չթողեցի քնեմ։ Ինչ ես խոսում։ Ինչ շուխուր։ Այն եմ խոսում, որ սաղ քշեր փարթի էի կազմակերպել։ Ձեններիցդ գլուխս ցավում էր։ Մի րոպե չեմ քնե։ Հես մեր կերած հացն էլ է, հա, արդեն աչքի տերևում։ Տենց բան կա։ Ինչ ես խոսում։ Ինչ լսում եմ, էդ էլ խոսում եմ։ Ինձ փող տուր։ Էլի սկսեցիր։ Ինչը սկսվեց արևս, ինչը սկսվեց։ Տանը հյուր ունենք ու հացը պանիրով չեն պահելու։ Իմիջալոց այդ հյուրդ երկար ա մնալու։ Ինչքան պետք է, այդքան էլ կմնա։ Ար։ Էսի չաշոտ։ Փողա։ Այնքան երկար ժամանակից փող չես տվել, որ փողի գույնն էլ եմ մոռացել ճիշտ է։ Արևս սրանով ես ինչ առնեմ։ Զուգարանի թղթի փող ես տվել։ Մեկ նախարարին վայել ճոխություն տեսնեմ։ Դավայ։ Ինչի ես մեղավոր եմ, որ զուգարանի համար եմ աշխատում։ Քիչ կերեք դիետա պահեք։ Մեր տան ուտող խմողը դու ես, ինչի ես բողոքում։ Համել ես աղբորս տղենք գնա արևս, իրար հետ դիետա կանենք։ Ար։ Քծի պես, բայց դու։ Աշոտ։ Աշոտ ջան, ես քեզ խնդրում եմ, էլի դու ինձ ասա։ Ոչ մի բան չեմ խոսա, բառ չեմ խոսա։ Դու մենակ ինձ ասա, ոսկեղենս ինչ ես արել։ Այ աղջիկ, կարողա դու գիշերը վատ երազես տեսը։ Ասեցի, չգիտեմ, չեմ տեսել։ Բա ինչ եղավ։ Միտեղ խոր չգել ես, մոռացել ես։ Ես գնում եմ գործի, որ հետ գամ քթած լինես միջև երեկո։ Վայ, տղամարդ կա դու նա։ Մնացել է դեղաշորի մեջ նայում, ես չգիտեմ, որտեղ փնտրեմ նրանք։ Այ Աշոտ, ոտերը ձեռները ջարդվել, ոսկեղենը շկորել։ Չեն ախր ինչի կտիք մտածել մի տանտերս Սարդողում ես։ Նյարդեն վիճակից եմ։ Ինձ թվում է ջերմությունը տա բարձր։ Տաթևարի ոստիկանություն զանգենք։ Չսպասենք Գրիգորյանին։ Ուշանումը։ Ասեց հիմա կհասնի։ Եկավ։ Սար, բայց լավ կլինի քեզ չտեսնի։ Ինչ ուզում ա թողանի։